Ավագ դպրոցի աշակերտներ Միքայել և Դավիթ Մինասյանները կիրակնօրյա պատարագի էին գնացել։ Ծաղկազարդի խորհրդին հաղորդակից դառնալու ակնկալիքով էին Սուրբ Աննա եկեղեցում, մինչդեռ հայտնվեցին քաշքշուկի մեջ, այնպիսի քաշքշուկ, որի կենտրոնում վարչապետ Փաշինյանն էր։ Ականատեսներից մեկը, որ չցանկացավ հրապարակել անունը, մեզ հետ զրույցում պատմեց. եկեղեցին բազմամարդ էր և տեղաշարժվելու խնդիր կար։ Պատարագից ուշացած եկան Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այլ պաշտոնյաներ։ Հավատացյալներին աջ ու ձախ հրելով հասան խորանի դիմաց։ Կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։ Պատարագի ընթացքում հնչեց վեհափառի անունը, հաջորդեց ավետարանից ընթերցումը, որի ժամանակ էլ Փաշինյանը որոշեց դուրս գալ Լեփլեցուն եկեղեցուց։ Թիկնապահներն էլ սկսեցին ճանապարհ բացել հավատացյալներին աջ ու ձախ հրելու եղանակով։ Դավիթ և Միքայել Մինասյանները ըստ փաստաբանի ամեն կիրակի պատարագի են մասնակցում։ Ծաղկազարդի կիրակին միայն դրանով չէր յուրահատուկ իրենց համար։ Նրանք եկեղեցուց ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեցին։ Քննչական կոմիտեից ABC մեդիային հայտնել են, որ վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Հրաժարվել են ցուցմունք տալուց, սակայն ամեն դեպքում պաշտպանական կողմը հայտարարում է եւ երեխաներն են հայտարարություն արել, որ որևէ առնչություն այն կասկածանքի հետ, այսինքն որևէ հանցակազմ պարունակող գործողություն իրենց կողմից չի կատարվել։ Ավագ դպրոցի աշակերտներն առողջական լուրջ խնդիրներ ունեն, նշում է փաստաբանը։ Մարտիրոսյանի խոսքով Դավիթը սրտի և գլխի խնդիր ունի։ Միքայելի առողջական խնդիրների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց։ Այնպիսի ախտորոշումներ, որոնք իմ կարծիքով եւ իմ գնահատմամբ դրանք անհամատեղելի են անազատության հետ, ու այս պահին այս երեխեքի անազատության մեջ պահելը ամեն րոպեն իրենց կյանքի համար վտանգավոր է։ Եղբայրներից Դավիթը ծնոտի հատվածում ցավեր ուներ, հարվածել են, դատաբժշկական փորձաքննության էին տարել այսօր։ Ծնողները հոգեբանական ծանր վիճակում են։ Աշակերտ որդիներն առանց վերահսկողության և բուժման ՁՊՎ-ում չեն կարող պահվել։ Ծնողների մտահոգությունն ու վիճակը փաստաբաններ ներկայացնում։ Յուրահատուկ, առանձնահատուկ երեխաներ են ֆենոմենալ առաջադիմությամբ։ Ես չգիտեմ, եթե դրական կարելի է բնութագրել, ես արդեն այս 2 օրվա ընթացքում որ շփվում եմ իրենց հետ, դրական որքան գիտեք բնորոշում այդ երեխաներին կարելի է տալ։ Ձերբակալված եղբայրները Երևանի Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ են։ Փաստաբանները բնութագրերն էին պահանջել աշակերտների մասին։ Միջնակարգ դպրոցում են իրար հետ սովորել, նաև ավագ դպրոցում են իրար հետ հիմա սովորում։ Սա միջնակարգ դպրոցից տնօրենից և դասղեկից արդեն ստացել ենք միջնակարգ դպրոցի, որը որ արդեն ավարտել են երեխեքը, տնօրենի և դասղեկի բնութագրերն էին, իսկ ավագ դպրոցին արդեն խնդրել ենք, հարցում ենք արել, որպեսզի պատասխանեն։ Սեղանին ավագ դպրոցի աշակերտների գովասանագրերն ու պատվոգրերն են դրել։ Եկեղեցու բակից ձերբակալված աշակերտներին կապում են քաղաքական տարբեր կուսակցությունների հետ։ Մինչդեռ փաստաբանը պնդում է, նրանք և ընտանիքի անդամները երբեք որևէ կուսակցության անդամ չեն եղել։ Աշակերտներին այսօր այցելել են նաև մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Պաշտոնական հաղորդագրությունում գրասենյակից նշում են, արդյունքները կամփոփվեն և պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։ Նկատենք, աշակերտների առողջական վիճակի մասին որևէ անդրադարձ չկար պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում։ Անի Աբախյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։